Բարի գալուստ, սիրելի ունկնդիր, դուք լսում եք մեր 7 հաղորդումների շարքը, նվիրված գրականությանը, որպես հայելու, որպես հարցի, որպես նախազգուշացման։ Այսօր խորանալու ենք մի գրքի մեջ, որը ոչ միայն վեպ է, այլև ահազանգ։ Խոսելու ենք Ռեյ Բրեդբերիի Ֆարենհայթ 451 աստիճան գրքի մասին։ Վեպի վերնագիրը 451 աստիճան Ֆարենհայթ խորհրդանշական է։ Դա այն ջերմաստիճանն է, որում թուղթը բռնկվում է, բայց Բրեդբերիի համար սա պարզապես ֆիզիկական փաստ չէ, այն դառնում է գաղափար, երբ մի հասարակություն դադարում է կարդալ, նրա միտքը սկսում է այրվել ներսից։ Մեր հերոսը՝ Գայ Մոնթեգը, հրշեջ է, բայց նրա գործը կրակ մարելը չէ, նրա հիմնական պարտականությունն է գտնել և այրել գրքերը, այո, այրել, ոչնչացնել, որպեսզի մարդիկ չմտածեն, չկասկածեն, չհարցնեն։ Մոնթեգը երկար տարիներ այդպես է ապրել, առանց հարցերի, առանց մտածելու։ Նա չէր էլ նկատում, թե որքան դատարկ էր իր կյանքը։ Բայց մի սովորական երեկո ամեն ինչ փոխվում է։ Նա հանդիպում է մի աղջկա, 17-ամյա Կլարիսի։ Մի բաների մասին հարցնող, մի քիչ տարօրինակ, բայց շատ խիզախ աղջիկ։ Եվ հենց նա է տալիս այն հարցը, որին Մոնթեգը երբեք չէր պատասխանել։ Դու երջանիկ ես։ Մոնթեգը շփոթվում է։ Նա հասկանում է, որ ինքը չգիտի, թե ինչ է երջանկությունը, ու հենց այդ պահին նրա մտքում հարցեր են արթնանում։ Ինչու էին գրքերը արգելված։ Բրեդբերին հստակ է ասում. գրքերը արգելվում են, քանի որ գիրքը հարցեր է ծնում, կարծիքներ է ձևավորում, ճշմարտություն է պահանջում, եւ ոչ մի բռնապետություն չի սիրում մտածող մարդուն։ Անհարմար է, վտանգավոր է, հարմար չէ կառավարման համար։ Դրա համար Մոնթեգին սովորեցրել էին չմտածել, այլ այրել այն ամենը, ինչը ստիպում էր մտածել։ Վեպի վերջում Մոնթեգը փախչում է քաղաքից եւ միանում մի խմբի, որը փրկում է ոչ թե գրքերը, այլ գրքերի բովանդակությունը։ Նրանցից յուրաքանչյուրն անգիր գիտի մի գիրք։ Լսեք, ինչ գեղեցիկ գաղափար է, եթե նույնիսկ այրեն գրքերը։ Այդ մարդիկ կենդանի գրադարաններ են։ Գիրքը կարող ես այրել, բայց մտածող մարդուն երբեք։ Եվ հիմա ամենացավոտ հատվածը, որը դիմում է հենց մեր իրականությանը։ Այսօր Հայաստանում ոչ ոք չի գալիս մեր դպրոց գրքերը այրելու, բայց կա մի ուրիշ վտանգ՝ ինքնակամ հրաժարումը ընթերցանությունից։ Հետազոտությունները ցույց են տալիս, Հայաստանում աշակերտների զգալի մասը գրքեր չի կարդում, կան բացառություններ, բայց դրանք համընդհանուր չեն։ 21-րդ դարի երեխաները օրական միջինը 5-ից 7 ժամ էկրանի առաջ են, սովորել են կարճ տեսանյութերի արագ ռիթմին։ Ուղեղը սպասում է արագ էմոցիա, ոչ թե խորություն, եւ այս ամենի մեջ գիրքը դառնում է ծանր, դանդաղ, ձանձրալի, բայց դա ճշմարիտ չէ, հարկավոր է մի քիչ խիզախություն մտքի մեջ մտնելու համար։ Ահա այստեղ է, որ Բրեդբերին մեզ տալիս է ամենակարևոր նախազգուշացումը։ Գրքերը չեն այրվում, բայց երբ մարդիկ դադարում են կարդալ, գրքերը մարում են նրանց ներսում։ Մեր մշակույթը դարեր շարունակ ապրել է գրքի միջոցով, Մեսրոպ Մաշտոցից մինչև Թումանյան, բայց այսօր այդ ժառանգությունը վտանգված է ոչ թե կրակով, այլ մոռացությամբ։ Երբ մենք փոխարինում ենք ընթերցանությունը TikTok-ի 15 վայրկյանանոց հոլովակներով, մենք ոչ թե պարզապես փոխում ենք սովորությունները, այլ վերափոխում ենք մտածողության ձևը։ Վերջին հարցը ուղղված մեր ռադիոլսողին։ Եվ այսօր մեր մեջ ամենակարևոր հարցը սա է. եթե վաղը ձեր տուն մտնեն եւ բոլոր էկրանները անջատեն, դուք ի՞նչը կմնաք ունենալու, աշխարհի աղմուկը, թե ձեր ներսում պահած մի գիրք, որը ձեզ չի լքելու։ Եվ եթե դու այսօր կարդում ես, եթե գիրքը քո ընկերն է, քո հարցի աղբյուրը, քո լռության մեջ հնչող ձայնը, քանի դեռ կա գոնե մեկ մարդ, որ կարդում է, գրքերը չեն մարում, դու կրակ ես սպահում, դու ապացուցում ես, որ մտածողությունը դեռ ապրում է։ Քո ընթերցանությունը լույս է ուրիշների համար։ Շարունակիր կարդալ, շարունակիր մտածել։ Քեզ նման մարդիկ են պահում մարդկությունը կենդանի։ Իսկ դուք ինչ գիրք կպահեք ձեր ներսում, գրեք մեզ, պատմեք, որ գիրքն է ձեզ փոխել։ Միգուցե հենց ձեր պատմությունը դառնա մեր հաջորդ հաղորդման սկիզբը։
Շնորհակալություն, որ այս ընթացքը անցաք մեզ հետ։ Դուք լսում էիք Գրքերն են փաստում հաղորդաշարը։